Հադյանն է։ Հա, լավ, հասկացա։ Ես քեզ կզանգեմ։ Ինչ եք դուրս եկե Իվանանոցից։ Հասկացա։ Դու ինձ հետևում ես։ Չեմ հետևում, ուղղակի անընդհատ պատահական հանդիպում ենք։ Ինչ ես ուզում ինձ։ Օգնել եմ ուզում։ Ուզում եմ օգնել։ Եկեք հետ գնանք Հիվանդանոց։ Ձեր բուժումը կիսատ է մնացել։ Ինչ ես ասում։ Ինչ բուժում, ինչի։ Ինձ ինչ է եղավ։ Ես մի երկու հատ կերծվածքի համար ես անբուժելի եմ։ Իմ հիվանդությունը ուրիշ տեղ։ Շատ եմ խնդրում։ Եկեք խոսանք, փորձենք իրար հասկանանք, ես վստահ եմ, որ ինչ-որ մի բանով ձեզ օգտակար կարամ լինեմ։ Չես ուզում ինձ օգնես, որ ես քո ինչն եմ։ Ուղղակի ծանոթ մարդու եք հիշացնում շատ հարազատ, որ արդեն չկա։ Ոչ, ուրիշին կգցնես։ Չգիտեմ, եկեք ուղղակի գնանք ինչ-որ մի տեղ նստենք, զրուցենք։ Հա, բա ինչ։ Իմ նմաններին օգնելը այնքան հեշտ է։ Մի բաժակ կարաղ ես առնում, մի հատ սիգարետ ես տալի, հենա հաշվի օգնել սիրել է։ Հա? Այդ օգնել չի։ Մեկ նախկինում հանդիպել է։ Հա։ Գերեզմանատանը։ Հա։ Ես սոված եմ, կարող է դուք ես սոված լինեք, գնանք մի տեղ նստենք, մի կտոր հաց կուտենք, մի բաժակ էլ կխմենք։ Ես հյուրասիրում եմ։ Մամ, ինչ ես վեր կացել։ Չեմ ուզում պարկել։ Մամ, կաթիլայինը նոր եմ անջատել, մի քիչ պարկի, հետո վեր կգնաս, հա։ Բայց հանգիստ թող չեմ ուզում պարկել։ Մամ։ Իմ մասին ես մտածում։ Եթե իմ մասին մտածեիր, Գևորգիցդ կիլոմետրերով հեռու կփախչեիր։ Արի դու ինձ խաբել ես։ Մամ, հիմա այս խոսակցությունը քեզ պետք է։ Մոռացել ես երևի, թե ինչի ենք մենք հիմա այս վիճակում, հա։ Թե ինչի ես հիմա դու այդ վիճակում։ Թե ոնց կյանքդ խորտակվեց, հա։ Թե ինչի քո կյանքը խորտակվեց, հա։ Մամ, հանգստացեք, ես հուզվել չի կարելի։ Երբ որ ես գնացի այդ հիվանդանոց, ես չգիտեի, որ Գևորգը տեղ աշխատում։ Բայց իմացար, չէ, իմացար, թողեիր ու փախչեիր, ինչի չփախար, Արև ջան, ինչի չփախար։ Որովհետև այդ աշխատանքը հիմա մեզ շատ է պետք, որովհետև ես ուրիշ տարբերակ չունեմ։ Տարբերակներ միշտ էլ կան։ Ուղղակի քեզ համար այս տարբերակը ավելի հարմար էր։ Հենց ժամանակ տարբերակ կար, հա, որ դու թողեցիր քաղաքից գնացիր։ Իսկ հիմա ինչի մնացիր, հա, ինչի գնայիր ուրիշ հիվանդանոցում աշխատեիր, գնայիր, կյանքդ չխորտակեիր։ Մամ, ես քեզ ազնիվ խոսք եմ ասում, իմ ու Գևորգի մեջ բացի աշխատանքայինից ուրիշ ոչ մի հարաբերություն չկա։ Ես բուժքույր եմ, ինքը բժիշկ, ես իմ տեղը լավ գիտեմ, դու իմ համար մի անհանգստացի, խնդրում եմ։ Դու հիմա մենակ քո մասին մտածի։ Բուժքույր ես, այո, բուժքույր ես, որովհետև Գևորգը ուզեց, որ դու բուժքույր մնաս, որովհետև ինքը դու չկարողացար կյանքը ճիշտ դասավորել։ Երիկա, գիտես Արևիկ,
ես միշտ պատկերացրել եմ, որ ես արժանապատվություն ունեցող աղջիկ ունեմ։ Դժվար պահերին կկարողանում եմ ճիշտ լուծում գտնել, ճիշտ հարցի լուծում գտնել։ Բայց հիմա ես գիտեմ, որ դու անդադ ցավ ես զգում, երբ ամեն օր հանդիպում ես քո հետ Գևորգին։ Ես գիտեմ, որ ամեն անգամ, երբ որ ինքդ քեզ թողնում ու գնում ա կնոջ մոտից, դու գալիս ես նստում ես մորդ, հիմա մորդ կողքին ես սենյակում, ինչ ես զգում, ինչ ես զգում։ Ես ոչ մի բան չեմ զգում։ Դու ինձ նեղացնում ես, դու հասկանում ես, որ այս խոսքերով դու ինձ նեղացնում ես։ Հերիկա, մամա, Հերիկա, ինչի ես իմ հանդեպ պետքան անարդար։ Դու ինքդ ես քո նկատմամբ պետքան անարդար։ Դուրս արի այդ հիվանդանոցից, Արևի, դուրս արի, եթե քո քայլերի մեջ որևէ դիտավորություն չկա, դուրս արի, թե մոռացել ես ինչ օրեր ես քաշել, թե մոռացել ես ինչեր ես քաշել, ինչ է։ Հերիկա, մամ, Հերիկա, ես էլ եմ մարդ, Հերիկա։ Սառեցիր։ Մի քիչ։ Կարոտել եք ես։ Ես էլ եք ես կարոտել շատ։ Ես մտածում եմ չես ելնի տնից, գրքերի մեջ կոր ես։ Դե կներեք։ Ես պիտի պարապեմ, ես ձեր հնարավորությունները չունեմ։ Քեզ բոլորը սիրում են ու բարձր գնահատականներ են դնում, այսինքն քո ազգանունն են սիրում։ Իսկ ես պիտի աշխատեմ։ Ու եթե դու ուզում ես, որ վաղը մյուս օր մենք մեր երազած կլինիկան ունենանք, ուրեմն դու էլ պիտի աշխատես, ոչ թե մենակ ես։ Հասկացա։ Ինձ կտանես տուն։ Այսքան շուտ։ Վաղը քննության ենք։ Հա ոչինչ, կհասցնենք։ Չէ, ես պիտի պարապեմ։ Ես կանում մնամ։ Այսքան։ Եթե այն ժամանակ մեկը ինձ ասեր, որ մենք բաժանվելու ենք, ես չէի հավատա։ Եթե մեկը ինձ ասեր, որ դու ինձ տենց հեշտությամբ կթողես, Համեղ եմ պատրաստ եմ։ Հա։ Ես այդքան սոված չէի, պարզապես որ ստիպեցիք։ Անունդ ինչ է։ Գևորգ։ Գևորգ, ասում ես կանեի շա, ցանկացած մեկի համար։ Այնքան էլ չեմ հավատում։ Այս պատմության մեջ ինչ մի բան են չի։ Ուղղակի ես բժիշկ եմ, գիտեք։ Ու բուժում եմ երեխաների։
Դե ես չեմ կարող ասեմ, ինչ որ լավ բան եմ անում, որովհետև դա իմ աշխատանքն է։ Իսկ այս դեպքում հնարավոր է եւ ունեմ իրավունք ասելու, որ ինչ-որ մի լավ բան արել եմ։ Ես համաձայնվեցի քո հետ գալ, ոչ թե նրա համար, որ դու ինչ-որ լավ բան ես անում։ Ուզում ես փողոցի մուրացկանին կերակրես։ Չէ, ես այդ նկատի չունեի, կներեք, եթե ինչ-որ մի բան սխալ ասեցի։ Ես կարայի ուրիշ տեղեր ուտեի փողոցում, մի բան խփեի կուտեի։ Երբեք ոչ մեկից ոչ մի բան չեմ մուրացել, չեմ գողացել, ոչ է խնդրել եմ։ Միտեղից մի բան կտենք ուտենք։ Իսկ կարող է ուզենայիք, ուրիշ ձև ապրեիք։ Քանի տարեկան ես։ 30։ Քո տարիքին էլ ես կյանքից վերցնում էի ինչ որ ուզում էի, բայց ոչ էլ ինչ որ ինձ չէր պատկանում։ Հետո չգիտեմ ոնց եղավ այս ամեն ինչը։ Մի գեղեցիկ օր այդ ամեն ինչը կորցրեցի։ Ես էլ չհասկացա ոնց եղավ, երբ եղավ, ինչ եղավ։ Մինչև ոչ եմ հասկանում։ Երևի ես եմ մեղավոր եղել։ Այդ ցավը անդադ մեր սա։ Ուշքի չեմ կարում բան։ Գևոր։ Ես ուղղակի ուզում եմ, որ դուք Երիկա է դուք։ Երիկա եմ այդ դուքով խոսես։ դուք ինձանից տարիքով մեծ եք։ Շնորհակալ եմ։ Այս ամեն ինչի համար։ Ես ձեզ մեքենայով կտանեմ։ Պետք չի։ Ես սիրում եմ ոտքով նամակալ։ Մի բան եմ ուզում առաջարկել, հիմա որտեղ եք ապրում։ Որտեղ պատահի։ Չէ, այսօր որտեղ եք քնելու, ուր եք գնալու։ Սրանիմ քանդված տան մոտ մի հատ վագոն կա։ Կարեմ ես ձեզ առաջարկեմ մատ սենց տարբերակ։ Բնակարանում ոչ ոք չի ապրում։ Կարող եք գալ մնալ այնտեղ ինչքան որ կուզենաք։ Էլի հին ծամոտ դուտես իշև։ Ասենք թե հա։ Անկեղծ, այդ մարդը ձեզ շատ նմանելու ես իրան ոչ մի բանով չկարողաց ապնեմ։ Ձեզ գոնե կկարողանեմ։ Ինչ-որ այդ հագուստ պետք լինի, ինչ-որ պետք լինի, ձեզ ինձ ասեք, ես կբերեմ։ Կմնաք ինչքան որ կուզեք, մինչև որ այս վիճակից դուրս կգաք։ Ծանոթ բժիշկներ կան ձեզ կօգնեն։ Տղեկ ինձ են սպասում, բայց դու կարաս հանգիստ լինես, որ բարի գործ ես արել։ Մի հատ բոմժի օգնել ես, ուզում ես էլի օգնես, ու իմ վրա ես կա ժամանակ վատնեցիր։ Համար ես գոնե գրեք, եթե պետք լինեմ։ Եթե պետք լինես, ես քեզ կգտնամ։ Եթե
Եթե եկել ես, ուրեմն նորություն ունեք դու։ Հա, ունեմ։ Խոսեցի Կարենի հետ։ Եվ Արևիկը երկարատև արձակուրդ է վերցրել։ Այսինքն հիմա նրան աշխատանքից հեռացնել հնարավոր չի։ Ձյանն ինձ համար անհնարին բան եղել է այս կյանքում։ Նորմալ կխոսես հասկանամ։ Ինքը կգա աշխատանքի ու կպարզվի, որ նա այլևս չի աշխատում այդ հիվանդանոցում։ Ու ընդհանրապես Կարենն ասեց, որ այդ հարցը արդեն լուծված է, որ ես իրեն չանհանգստացնեմ։ Քեզ էլ ի դեպ խորհուրդ եմ տալիս, ընդհանրապես այդ թեմայով էլ չմտածես։ 5 տարի առաջ էլ էի տենց մտածում, բայց հետ եկավ։ Այս անգամ պիտի նենց անեմ, որ վերջնական ճանապարհիցս գնա։ Ու սա իմ առաջին քայլն էր։ Քո։ Մեր, ինչ պիտի անեի ես առանց քեզ։ Լավ, մինչև սուրճ չխմես, չեմ թողի գնաս։ Դեմ չեմ։ Դե նստի։ Այդ դառը բանկի տեսել շատ։ Այ քեզ ինչ ամոթ բան դրեմ դրել։ Մերսի։ Ոնց է։ Լավ։ Գիտես, ես առանց քեզ կարողացել եմ քայլել։ Ես քեզ չի ասա չանես տենց բան։ Եթե ես հիվանդանոցում չեմ, բուժքույրերից մեկին ասա։ Ես Արևիկին էի ուզում, բայց ինքը հիվանդանոցում չէր։ Բացի Արևիկից ուրիշ բուժքույրի չկար։ Ես Արևիկին շատ եմ սիրում, ինքը ուրիշ է։ Արևիկին բոլորն է սիրում են։ Իսկ դու սիրում ես իրան։ Դե հա, մնացած բոլորին նման։ Դու այսօր հիվանդանոցում ես լինելու։ Չէ, հիվանդանոցում չեմ լինելու, գնալու եմ, բայց ուզում եի գայք ես տեսնեի մի հատ։ Ու կարևոր բան եմ ասելու։ Հիշում ես ես քեզ ինչ էի խոսք տվել։ Որ ես ինձ խելոք պահեմ, սկսեմ քայլել, պապայիս կգտնես։ Հա։ Ինձ թվում է ես գիտեմ որտեղ է պապան։ Հա, գտել եմ։ Ու շատ քիչ մնաց որ դուք հանդիպեք իրար։ Միլացի, չսկսես, հանգստացի, ուրախանալու բան եմ չի ասում։ Չես խաբում։ Չես խաբում։ Չեմ խաբում։ Հանգստացի, չլացես։ Հիմա նա լացելու ես չի ասի։ Ուրա պապաս։ Եթե գտել ես ինչի չի եկել իմ մոտ։ Դա հանգստացի մի դողա, հանգստացի։ Ես ուզում եմ պապայիս մոտ գնամ, տանեմ իմ պապայի մոտ։ Անելսի, ես պապայի չեմ տեսել, ուղղակի գիտեմ որտեղ է, ու մի փոքր է որ ամփերես կտնես պապայի։ Ես ուզում եմ գնամ պապայիս մոտ, չեմ ուզում ստեղ մնամ։ Հանգստացի, բան չմնաց, ցավոտ եմ, խնդրում եմ, հանգստացի, մի փոքր համբերի, լավ, մի փոքր։ Իմ պապան ինձ փնտրել է ու գտել է, լսել է ինչ ա եղել, իմ հետ ու եկել է։ Ես ուզում եմ գնամ իր մոտ։ Ես գիտեի, որ պապաս գալու է, ինքը միշտ իմ երազներում գալիս էր, տան ինձ իմ պապայի մոտ խնդրում եմ։ Ես իմ խոսքի տերն եմ, չէ լսի, ես իմ խոսքի տերն եմ, ես պապայիդ կգտնեմ, բայց դու պետք է խոստաս, որ քեզ հանգիստ ես պահելու, լավ։ Լավ։ Միլացի, սա լավ, հանգստացի։ Չեմ կարա, ոնց հանգստանամ, ես իմ պապային եմ ուզում, չես հասկանում։ Խնդրում եմ, շատ եմ խնդրում գտի իմ պապային, մեր ես իրան եմ ուզում։ Հանգստացի։ Միլացի։ Հանգիստ եմ, էլ չեմ լացում։ Դες էլ չեմ լացում, մենակ պապայիս մեր, հա, էլ չեմ լացում։ Դες ինձ արեցիր, ես էլ լացեցի։ Դες էլ չեմ լացում։
Պապայից մեր, հա, էլ չեմ լացիր։ Էլ չեմ լացի։ Մամ կներես։ Մամ դու ճիշտ ես, ես արձակուրդ եմ վերցրել։ Էլ սենց աշխատել հնարավոր չի, ես մի ամիս տանն եմ մնալու։ Մամ, ինչ չես խոսում։ Երկու հերթապահություն եմ մնացել, մամ, էդ էլ կհանձնեմ ու արդեն մի ամիս տանն եմ։ Այդ ընթացքում էլ կորոշեմ ինչ անեմ։ Ինչ հետս չես խոսում, մամ։ Ախր ես բացի քեզնից ուրիշ ոչ ոքի չունեմ։ Դու իմ ուժն ես, դու իմ ամեն ինչն ես, որ դու էլ ինձ մենակ թողես, ես ինչ եմ անելու։ Ինձ մենակ մի թող, մամ։ Քեզ ես աշխարհում մենակ քեզ ունեմ։ Ես մենակ քեզնով եմ ապրում, քո համար եմ ապրում։ Ուզում եմ ինձ առաջվա պես գրկես, որ զգամ ուժեղ եմ։ Չես գրկում ինձ, մամ։ Դուրս գալու ես? Չգիտեմ։ Կարող եմ այդտեղ գնանք։ Բողոքում աստունը չեմ լինեմ, հեն հազիվ տունն է։ Լավ։ Կարող ֆիլմ նայենք, Գև։ Վաղուց չենք նայել։ Այնքան վաղուց ֆիլմ չեմ նայել։ Չգիտեմ ինչ առաջարկում։ Ինչի չես պատասխանում, բա։ Լյուսի, չեմ ուզում, հիմա կարևոր չէ զանգը, այնքան է խոսելու, որ մենք ֆիլմ հաստատ չենք նայել։ Լսի, արի ես գնամ մի բան պատրաստեմ, դու այդ ընթացքում ֆիլմ ընտրի, կլինի։ Լավ։ Դավ ինչի ես զանգել, չի ասա չզանգես։ Ինչի չես պատասխանում զանգերիս սիրելիս։ Ես քեզ ասել էի, չէ, չզանգես, երբ հարմար լինի, ես կզանգեմ։ Իսկ երբ պետք կլինի։ Ոնց որ միշտ չէ։ Հիմա դու ես ինձ պետք։ Ես հիմա տանն եմ, Գևորգն էլ է տանը, չեմ կարող խոսել։ Հիմա բա ոնց ես խոսում։ Շատ անհարմար տեղից եմ խոսում, հիմա երկար չեմ կարող այստեղ մնալ։ Լսի, ուրեմն կմնաս այնքան, մինչև ես վերջացնեմ ասելիքս։ Հետո կզանգեմ, հա, Դավ, կլինի։ Հա, բայց պետք է հանդիպենք։ Մեր
վերջին խոսակցության ժամանակ ես քեզ պարզ բացատրեցի, որ հանդիպումներին ու հեռախոսային խոսակցություններին պիտի վերջ տանք։ Այդ քո որոշումն է, որի հետ ես համաձայն չեմ։ Վաղը կզանգեմ, Դավիթ։ Վաղը։ Վաղն արդեն ուշ է, մշուշ է։ Կարող է ես որոշեմ, որ մարդը ամեն ինչ իմանա։ Սպառնում ես։ Հա։ Ճիշտ է, սպառնում եմ։ Ճիշտ է, մի քիչ լավ բան չստացվեց, բայց եթե չես ուզում Գևորգը ամեն ինչ իմանա, պետք է իրար հետ հանդիպենք։ Եթե չէ, կհանդիպեմ Գևորգի հետ։ Ես թքած ունեմ, որ կկորստեմ ընկերոջս, բայց գիտեմ, որ դու թքած չունես, որ կկորցնես ամուսնուդ։ Հարբած ես։ Մի րոպե։ Բայց ինչ կապ ունի հարբած եմ, թե չէ։ Լսի, ես քո համար կլոմ չեմ, որ ինչ դեր ասես մարդուդ առաջ խաղամ։ Ասեմ, որ Խեղձյանն չի կարող հղիանա։ Ես քեզ ասում եմ պետք է հանդիպենք, ուրեմն պետք է հանդիպենք։ Որտեղ։ Այ ապրես։ Տեսնում ես, որ երբ ուզում ես խելոք աղջիկ ես կարողանում դառնալ։ Տեղն ասա։ Մեր տեղը։ Ու անկարճ փորձես խաբես ու չգաս։ Ու հենց հիմա էլ քո կենացն եմ խմում։ Ասում չի հենց հիմա հազիվ գերի այդ ամեն ինչ կարգավորվում է։ Ես գիտեմ, որ դու ինձ լսում ես։ Ես գիտեմ, որ դու երբեք ինձ մենակ չես թողել։ Որովհետև եթե ես ապրում եմ, ուրեմն դու սիրում ես ինձ։ Աստված, խնդրում եմ, քո սերը անսահման է, դու կարող ես անել անհնարինը։ Եթե կարող ես ինձ ների պապայիս, մամայիս, թույլ տուր մեզ նորից միասին լինել, թույլ տուր ուղղել մեր բոլոր սխալները։ Եթե մենք բոլորը սխալներ ենք արել, խնդրում եմ գոնե դա Արմանի համար է, որովհետև ինքը ամենամաքուրն է, ամենաբարին է, խնդրում եմ քեզ։ Արի նստի։ Մի նեղվի, ամեն ինչ լավ է լինելու։ Ես ինքս։ Բայց չէիր ուզում գայր։ Տեսա՞։ Լավ էլ հարմարացրեցիր։ Այս մեր վերջին հանդիպումն է։ Ճիշտ ես։ Այսօր մեր վերջին հանդիպումն է։ Բայց այսօր։ Ամեն ինչ դեռ նոր է սկսվում։ Ես ուզում էի։ Ես Սանայի մասին կարևոր բան ունեմ քեզ ասել։ Հա, բայց ես Գև, ես չեմ ուզում ոչ մի բանի մասին խոսեմ։ Ես եկել եմ երախով հարցով։ լավ։ Ինձ նոր գլխավորներ կանչել իր մոտ ասում էր, որ Ժաննայի հարցով մանկատնից մարդ է եկել, ուզում են երախուն տանեն։ Ու ասաց, որ մանկատուն էլ Մարիի հարցով ինչ-որ ոստիկաններ են եկել, ես չգիտեմ մի բան արել երախուն օգնի։ Լավ, վաղ կգնամ մանկատուն։ Հա, ես էլ էի տենց մտածում։ Կոնես խոսենք։ Ինչ խոսենք։ Մենք խոսելու ոչինչ չունենք։
անգամ եկել ես թղթերն եմ բերել։ Մտածեցի գործերը քիչ-քիչ անցնեմ, որ չխառնվես։ Երբ ես գնում։ Մի քանի օրից։ Արդեն դες որոշել։ Հա։ Սկզբում երկարաժամկետ արձակուրդ կվերցնեմ, հետո կերևա։ Մի գնա։ Դու այն օրը մեր տուն չպիտի գայիր։ Գիտեմ, մամայիդ ասածները մինչև մտքից ես դուրս չի գալիս։ Դու գիտես մամաս քեզնից հետո ինչ վատ էր։ Գիտես ինձ ինչքան ժամանակ պետք եղավ, որ համոզեմ, որ մեր մեջ ոչ մի բան չկա։ Գիտես, որ սուտ խոսելը լավ բան չի։ Եվ ես սուտ չեմ խոսում։ Մեր մեջ իրոք ոչ մի բան չկա ու չի կարող լինել։ Դու ընտանիք ունես, դու հիշում ես։ Ում ես խաբում, ինձ թե քեզ։ Ես ոչ մեկի չեմ խաբում։ Ես ուղղակի ասում եմ այն ինչ որ կա։ Դու ընտանիք ունես։ Արևեթի մի անգամ գոնե ինձ մոտ հնարավորություն տայր։ Ես քեզ ոչ մի հնարավորություն էլ չեմ տալու։ Ես ոչինչ չեմ մոռանալու ու չեմ ներելու։ Լիլիթի թղթերն էլ կարամ հետո բերեմ։ Իսկ եթե ուզում ես կարամ ընդհանրապես իրան տամ, որ չծանրաբեռնես։ Ես ոչինչ չեմ մոռացել։ Դու ինձ արդեն մի անգամ հասցրել ես մահվանդուրը, երկրորդ անգամ թույլ չեմ տա։ Հաջողություն։ Դու աննորմալ ես։ Ես եկել եմ քո հետ լուրջ բան խոսեմ, եկել ես պարկել ես այստեղ։ Վեր կաց։ Արի խոսանք։ Բա եկել ենք այստեղ, որ լուրջ բաներից խոսանք։ Դա դու գիտես, որ ես քեզ չեմ սիրում։ Ու գիտես, որ այս ամեն ինչը ժամանակավոր հաճույք է։ Ու գիտեմ, որ քո ամուսնու փոխարեն ես եմ քո հաճույքները բավարարել։ Բայց քանի որ դու որոշել ես ընտանիքի կին դառնալ, երեխեք ունենալ, ես արդեն քեզ պետք չեմ։ Ոնց ուզում ես հասկացի։ Իսկ ես չեմ ուզում հասկանալ։ Դավ, խնդրում եմ։ Դու ազատ մարդ ես, կարող ես ցանկացած պահի գտնել մեկ ուրիշին ու դա անելը քո համար շատ հեշտ կլինի։ Այ դու ստեղ սխալվեցիր, որովհետև ես սիրում եմ արկածները։ Բայց գիտես, չեմ կարող ասեմ, որ սիրում եմ քեզ, ու չեմ էլ կարող ասեմ, որ հրապուրված եմ քեզանով։ Բայց դու անկողն, անկրկնելի ես։ Ոչինչ ուրիշին կգտնես, դարդ մի արա։ Չէի սպասում քեզնից, գիտես, այդքան քեզ էժանացնում ես, հա, մտածում ես, որ քո նմանները վխտում են, հա, այս քաղաքում։ Դու առանց պրոբլեմ ինձնից չես ազատվի։ Լսի, իմ ու Գևորգի հարաբերությունները վերջապես կարգավորվում են, ինչա քեզ եղել գժվել ես, նոր ես իմացել, որ ես ամուսին ունեմ։ Դրա մասին պետք է շուտ մտածեիր, որ դու ամուսնացած կին ես։ Այն ժամանակ, երբ որ իմ հետ հասկացար։ Ու դու մտածում ես, որ ես քեզ առանց պրոբլեմի կարամ բաց թողնեմ, հա։ Դու դա չես անի։ Այդ քեզ թվում է։ Դավ ինձ ժամանակ տուր, խնդրում եմ։ Խնդրում եմ, դու հիմա այս ամենակարևոր պահին չես կարող ինձ վնասել։ Միակ մարդն ես եղել, ում ամենաշատն եմ վստահել։ Դու գիտեիր, որ մենք ուղղակի հանդիպում ենք, իրար հավատարմության երդումներ չենք տվել, ինչա քեզ եղել։ Լավ, գոնե ժամանակավոր դադարեցնենք, կլինի։ Ինչ կա։ 9 ամիս։ Կարող է կքնել ես։ Մի արա։ Ինչ քնել ես հետը։ Ինչ լավ է։ Լսի, գժվել ես, դու ինչ ես ուզում։ Ինչ չեմ ուզում, քեզ եմ ուզում։ Մոռացի չի լինելու տենց բան, վերջ, մոռացի ինչ որ եղել է։ Թե չէ ինչ կանես։ Թե ուզում ես, որ ամուսնյակդ իմանա, որ ստի ցեղիության թղթերդ ես եմ կազմակերպել, իբր դու չբերես։ Թե ուզում ես
Իմանա, որ երբ որ ինքը աշխատում էր, մենք իրար հետ անկողնու մեջ ագրեսիվ ես։ Աննորմալ ես, մի արա!